Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս։ Նա ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Հայաստանը պարտավորվի, որ իր նոր սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ չեն լինի։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանելով այդ հայտարարությունը նշեց, որ Ադրբեջանի կողմից այսօր բազմաթիվ տեսակետներ են հնչում իրավիճակի հանգուցալուծման մասին, այդ թվում սահմանի հնարավոր բացման կամ հարաբերությունների ընդհանուր կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանությունները 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում ստացել են այն ամենը, ինչը առավելապաշտական մոտեցումներով դրված է եղել իրենց առաջ Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը այս 5 արդեն 6-րդ տարին է ընթանում այս ընթացքում որևէ առերևույթ այս process-ից չի ստացել ունեցել ենք հազարավոր զոհեր Արցախն է հանձնվել Հայաստանի Հանրապետության մեծ թվով տարածքներ են այս պահին օկուպացված, որտեղ ադրբեջանական մխրճված զորքեր են եւ այլն։ Այս պայմաններում, երբ խոսվում է այս կամ այն կողմից հնչող հնարավոր կարգավորման մասին, պետք է արձանագրել, որ այն ոչ հավասարակշռություն է ապահովում, ոչ էլ կարող է երկարաժամկետ խաղաղություն կամ կայունություն բերել մեր տարածաշրջանին, նշում է քաղաքական գործիչը։ Ադրբեջանցին իհարկե չեն կարող բավարարված չլինել նրանով, այն ինչ որ իրենք ունեցել են 5-6 տարիների ընթացքում, որովհետեւ 10 տարի առաջ Ադրբեջանում չէր կարող լինել որևէ մարդ կամ նրան եթե լիներ կհամարեին պայծառատես, եթե խոսար այսպիսի սցենարային զարգացման մասին։ Հայաստանյան իշխանությունը Ադրբեջանի համար հնարավորություն ստեղծեց դրանց իսկ նույնիսկ չպլանավորած իր ձերն ու երազանքները դարձնել իրականություն։ Պատգամավորի դիտարկմամբ, երբ Ադրբեջանը խոսում է հարցի վերջնական կարգավորման մասին, մեր քաղաքացիների մոտ առաջին միտքն այն չէ, թե դա կարող է լավ բան լինել Հայաստանի համար կամ խաղաղություն բերել։ Մարդիկ հերթական անգամ սկսում են մտածել, այս փուլում ինչ նոր զիջումներ է պատրաստվում անել Հայաստանը։ Երբ որ բալանսը երկու երկրների միջև այս տիպի խախտված է, բնականաբար այս պայմաններում, եթե նույնիսկ լռում են հրանոթները, ապա սա երկարաժամկետ առումով չի կարող խաղաղություն ապահովել կամ խաղաղություն խոսնել այս ժողովրդին։ Հիշեցնենք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայման է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, որի նախաբանում հղում կա անկախության հռչակագրին, որտեղ ասված է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։